հաճելի ու համեղ անակնկալ գարնան առաջին տոնի հերոսուհիներին։ Ընդունելություն քաղաքապետարանում, որի մասնակիցները այս անգամ բացառապես կանայք են, ովքեր արժանացան քաղաքապետարանի նվերներին։ Մարտի 8-ին լույս աշխարհ եկած փոքրիկները ստանում են իրենց կյանքի առաջին նվերները։ Գեղեցկության սրահներում անվճար գեղեցկանալու հնարավորություն կանանց ու աղջիկների։ Ով է նախորդ տարվա ամենապարտաճանաչ հարկատուն եւ հաշվապահը։ Մարտի 8-ը բարեգործական ճաշարանում կամ ինչպես են ուրախանում տարեցները։ Հարկային արտոնություններ, որ կթեթևացնեն համայնքի հարկերի բազաները։ Ինչ են ասում քաղաքապետարանում։ Ֆիլմի պրեմիերը Ալավերդում կամ նվեր ալավերդցի կանանց ու աղջիկներին։ Ներկայացված թեմաների մանրամասները դիտեք առաջիկա րոպեների ընթացքում։ Վերջին հաշվառման տվյալներով Ալավերդում բնակվում է 16,000 մարդ, որից մոտ 9,000-ը կանայք են։ Քաղաքի տարբեր եւ համայնքային ենթակայության հիմնարկներում ավելի գերակշռում են իգական սեռի ներկայացուցիչները։ Մի խոսքով կանայք ամենուր են։ Մեր քաղաքի տարբեր հիմնարկ ձեռնարկությունների կանանց մարտիության տոնի առթիվ քաղաքապետարանում ընդունելության հրավիրելը ավանդույթ է, որ անխախտ է արդեն 6 տարի։ Քաղաքի զարգացման գործում այս կանանցից յուրաքանչյուրի դերն ու ավանդը մեծ է։ Վաստակաշատ մանկավարժ, բժիշկ, խոհարար կամ մեքենավար լինելուց բացի քաղաքապետարան հրավիրված կանանցից յուրաքանչյուրը նաև մայր է ու ընտանիքի սյուն, ասում է քաղաքապետը։ Արգելի մայրեր եւ քույրեր, ուրախ եմ, որ գարնանային առաջին ամենագեղեցիկ տոնի կյանքի զարթոնքի հետ, որ իր հետ բերում է գարնանային թարմություն, ուրախություն, ժպիտ եւ տոն, որը հնարավորություն է տալիս տղամարդկանց սիրո եւ հարգանքի զգացմունքներ արտահայտել կանանց նկատմամբ իրենց գովարժան գործունեության համար, թե որպես ընտանիքի խարիսխ, սիրո եւ հավատարմության խտացում եւ թե որպես հասարակությունում բացառիկ առաքելություն կատարողների։ Կանանց միջազգային օրը, ինչպես մյուս բոլոր տոները, ունի իր նախապատմությունը եւ հիմնականում հիշատակվում է պատմության մեջ 1857 թվականը, երբ Ամերիկայում սկսվեց շարժում, որը ուղղված էր հիմնականում իրավահավասարության համար, կանանց իրավունքների պաշտպանության, այնուհետև 1910 թվական Եվրոպա, Կոպենհագեն, որտեղ որոշվեց նշել կանանց օրը, եւ միայն 14 թվականից արդեն ֆիքսվեց մարտի 8-ը որպես կանանց օր։ Սակայն այս տոնի հետ կապված նախապատմությունը մեզ տանում է ավելի պատմական հեռուները դեպի հին Հռոմ, որտեղ եւս նշվել է այս տոնը, տղամարդիկ շնորհավորել, նվերներ են տվել կանանց եւ նույնիսկ ստրկուհիներին, այսինքն խտրականություն չի եղել կանանց օրվա կապակցությամբ։ Հետաքրքիրն այն է, որ սկիզբ առնելով արևմտյան երկրներում կանանց օրը այնտեղ գրեթե մոռացության է մատնված եւ ավելի շատ նշվում է նախկին խորհրդային երկրներում եւ շատ սիրված է Հայաստանում եւ նույնիսկ բոլոր փորձերը մարտի 8-ը մոռացության մատնելու եւ այլընտրանքային օր ապրիլի 7 սահմանելու եւս ապարդյունացավ եւ արդյունքում մենք ունենք տոնական օրացույցով կանանց մեծարելու երկու օր՝ մարտի 8-ը եւ ապրիլի 7-ը, որը մեր մոտ արդեն ընդունված է նաեւ անվանել միամսյակ։ Սակայն դա չի նշանակում, որ կանայք արժանի են մեծարման եւ հարգանքի միայն այդ միամսյակում, եւ ես ձեզ հավաստիացնում ենք, որ մենք ձեզ սիրում եւ հարգում ենք ապրիլի 7-ից մինչեւ մարտի 8-ը եւ գումարած եւս 1 ամիս։ Մնացել որ քաղաքապետարանը եւս իր գործունեության ընթացքում որպես հատկապես սոցիալական քաղաքականություն իրականացնող մարմին առանձնապես մեծ ուշադրություն է դարձնում կանանց եւ պատահական չէ, որ մեր ցանկացած սոցիալական ծրագրերում շահառուների գերակշռող մասը կանայք են, լինի դա առողջարանի ուղեգրերի տրամադրում, թե այլ սոցիալական ծրագրերից օգտվելու հնարավորություն, մոտ 80%-ը կանայք են, հատկապես տարիքով կանայք, ովքեր թե հիվանդության, թե տարիքի պատճառով հայտնվել են ոչ այդքան բարենպաստ
պայմաններում։ Ես ցանկանում եմ, որ այս գարնանային գեղեցիկ տոնը բոլորին բերի անսպար բարիքներ, որպեսզի կանայք կարողանան նորանոր ծերունդներ դաստիարակեն հայկական ավանդներով ի բարօրություն մեր հայրենիքի։ Դա իհարկե հնարավոր է միայն տղամարդկանց անմիջական մասնակցության եւ ուշադրության պայմաններում, եւ այդ առումով ես ուզում եմ մեջ բերել աշխարհի իմաստուններից մեկի այդ խոսքերը, որ հենց այս առիթով են ասված, որ կինը եւ տղամարդը երկու նոտանոր են, առանց որոնց մարդկային հոգուլարերը չեն կարող տալ ճիշտ եւ լրիվ ակորդ։ Մենք կանենք ամեն ինչ, որ ձեր հոգում հնչեն միշտ գարնանային ուրախ մեղեդիներ։ Շնորհավոր բոլորին։ Օրվա հերոսուհիներին գարնանային գեղեցիկ տոնի առթիվ շնորհավորանքի խոսք ուղեց նաև հոգևոր հովիվ Տեր Միքայել Քահանա Շաղոյանը։ Մարտի 8-ը իսկապես սիրելի տոն է եղել բոլորիս համար, մանավանդ տղամարդկանց համար, որովհետև ինչպես նշվեց ամբողջ տարվա մեջ, բայց այսօր ավելի են կենտրոնանում ձեզ վրա, ավելի մեծ ուշադրություն ենք ուզում դարձնել ձեր օրը եւ ընդհանրապես ձեր տարին, ձեր կյանքը դարձնելու տոնական։ Միշտ ցանկանում եմ լինեք առողջ, լինեք երջանիկ, սիրված, ծաղիկները միշտ շրջապատեն ձեզ, ձեր ճանապարհները անցնեն ծաղիկների միջով, տղամարդիկ ձեզ սիրեն, գուրգուրեն, պահեն ու պահպանեն, որովհետև մենք կին ասելով ոչ միայն հասկանում ենք կողակից, այլ հասկանում ենք ընտանիքի պահապան, ընտանիքի սրբություն, ընտանիքի օջախի այդ կրակը վառողը, ու մշտապես մեր պատմության մեջ հայ կինը միշտ եղել է իր արժանապատիվ տեղում, այսինքն մայր լինել, կրթել, դաստիարակել, մեծացնել, զինվոր դարձնել եւ հասարակության համար պիտանի մարդ աճեցնել։ Դա մի մեծ առաքելություն է, մեծ պարտականություն է, որ հենց Աստծո կողմից տրված է կնոջը։ Դուք որ կին եք կոչվում, դա արդեն իսկ առաքելություն է։ Եվ ես մաղթում եմ, որ այդ առաքելության մեջ լինեք մաքուր, ջինջ, անարատ, օրինակ ունենալով մեր հայ եկեղեցու եւ ընդհանրապես քրիստոնեական եկեղեցու մեծագույն բարեխոս Մարիամ Աստվածածնին, որովհետեւ մայր ասելով, կին ասելով, քույր ասելով նախ եւ առաջ մենք հասկանում ենք առաքինություն, հասկանում ենք հեզություն ու խոնարհություն, իսկ կնոջը հենց դա է սիրունացնում, գեղեցկացնում։ Եթե կինը առաքին է, հեզ ու խոնարհ է, ընտանիքում իր տեղն է գրավում եւ կատարում է բոլոր այն պարտականությունները, որ ի վերուս տրված են իրեն, լինելու մայր, դա արդեն իսկ նշանակում է, որ մենք օգտակար ենք աշխարհում, դա նշանակում է, որ Աստծո առաքելություն ենք իրականացնում եւ արժանապատվորեն քայլում ենք այս կյանքում, գեղեցկացնելով թե տղամարդու կյանքը եւ թե ընդհանրապես մեր բնությունը։ Թող Աստված բոլորիդ օրհնի, մեր բոլոր տատիկների, մայրիկների, քույրիկների, աղջիկ երեխաների տոնը շնորհավոր լինի։ Ձեզ միշտ ուրախ տեսնենք, անկախ դժվարություններից, անկախ ամեն ինչից պատկերացրեք, որ դուք Խրիմյան հայրիկի օրինակով բերեմ, դուք տանտ հագուհին եք։ Ներկայում տնային տնտեսուհի, իսկ նախկինում Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության Գերագույն Սովետի դեպուտատ Անահիտ Աթոյանը հուզված է, որ իրեն չեն մոռացել ու հրավիրել են տոնական միջոցառման։ Շատ գոհ եմ, իրանք միշտ էլ ինձ հարգել են, հիշել են, մեծարել են, ես իրանցից բոլորից գոհ, շնորհակալ եմ։ Արժևորելով հասարակությունում կնոջ դերը, քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը ներկա կանանց հորդորեց միշտ լինել նույնքան ակտիվ եւ գործունյա։ Միաժամանակ հրավիրված կանայք քաղաքապետի հետ կիսվեցին իրենց մտքերով, անկեղծ զրույցի բռնվեցին, խոսելով տարբեր թեմաների մասին։ Ես եմ շնորհավորում բոլոր կանանց մարտի 8-ի առթիվ, ցանկանում առողջություն, երջանկություն։ Շնորհավորում եմ բոլորի մարտի 8-ը, բոլոր աղջիկների, մայրերի, ցանկանում եմ նրանց ուրախ տրամադրություն, այդ օրը իրանց տրամադրությունը լավ անցկացնեն, իրանց օրը լավ անցկացնեն։ Շնորհավորում եմ բոլորին։ Կրթական, բուժական համակարգի, արվեստի եւ այլ բնագավառներում աշխատող կանանց նաեւ հաճելի անակնկալ էր սպասվում։ Ալավերդու քաղաքապետարանի կողմից կանայք արժանացան նվերների։ Իրենց հասցեագրված բարձր գնահատականի եւ շնորհավորանքի խոսքերից հուզված կանայք եւս ասելիք ունեն։ Ճիշտ է ասում Տեր Միքայելը, օջախը տակ պահողը շենացնողը կինն է։ Կուզենայի, որ ձեր մեջ այդ հոգու շռայլությունը այնքան շատ լիներ, որ ձեր օջախները միշտ ջերմ լինեին, միշտ տաք լինեին։ Ձեր հոգսերը դրսի, ընտանեկան, սոցիալական, կենցաղային
մոռացեք, որովհետև դուք հայկին եք, իսկ հայկինը դժվարություններ հաղթարել իր գենի մեջ կա, իր բնավորության մեջ է, միշտ սովոր է դժվարություն հաղթարել, միշտ սովոր է բոլոր ծանրությունները անտրտունջ իր ուսերին տանել։ Բոլորի ցանկանում եմ շփիկներ, բոլորի ցանկանում եմ ուրախություն եւ ձեզ էլ պարոն Վարուժյան, ձեզ էլ պարոն Խարատյան եւ ձեր աշխատակազմին ցանկանում եմ անհոգ օրեր, շատ եռանդ եւ իմացեք, որ բոլոր կանայք ձեր բոլոր նախաձեռնությունների հետ ձեր կողքին են։ Շնորհակալություն։ Գիտենք, որ ցանկացած մեր հարցերում դուք միշտ մեզ օգնում եք։ Այդ 100 կարելի ասել արդեն 130 շահառուների անունից շնորհակալություն դրա համար։ Այսօր ուշադրության են արժանացել այդ շահառուները նաև Հանրապետական կուսակցության կողմից։ Այսօր նրանք այդպես բերնետեղել են, այնպես որ բոլորի անունից շնորհակալություն մեր աշխատանքին, մեր կողմը լինելու եւ մեզ գտնելու համար։ Հանդիպման վերջում արտիության շնորհավորանքները շարունակվեցին արդեն սեղանի շուրջ։ Ալավերդու մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում մարտի 8-ին լույս աշխարհ եկած միակ մանկիկը տղա է։ Փոքրիկ տղան դեռևս անուն չունի, երիտասարդ մայրիկի համար նրա ծնունդը իսկական նվեր է եղել կանանց տոնի առթիվ։ Նախ բոլորի մարտի 8-ը շնորհավորում եմ, ցանկանում եմ մեր մայրերին առողջություն, երջանկություն եւ ով չի տեսել այս քաղցրությունը թող զգա։ Հանրապետական կուսակցության Լոռու մարզի կանանց թևի եւ Ալավերդու քաղաքապետարանի նախաձեռնությամբ մարտի 8-ին հաճելի անակնկալ մատուցվեց մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի մայրիկներին ու կոլեկտիվին։ Հանրապետական կուսակցության կողմից նորածիններին հատկացվեց հագուստ ու նվերներ, ինչը ուրախացրեց ու բարձրացրեց մայրիկների տրամադրությունը։ Շնորհակալություն Հանրապետական կուսակցությանը, Կարեն Սարիբեկյանին, որ մեզ ուշադրություն դարձրեց նվերներ տվեց մեր փոքրիկների համար։ Շատ ուրախ ենք, անակնկալ էր, շնորհակալություն բոլորին։ Հանրապետական կանանց տարածաշրջանի խորհրդի նախագահ Ալվարդ Բաբայանի խոսքով կանանց համար տոնը ավելի է արժևորվում, երբ պետական հոգացություն է նկատվում, մանավանդ կանանց հանդեպ։ Ընդհանրապես մարտի 8-ին այդ կանանց տոնին կանայք շատ ավելի իրենց լավ են զգում, երբ իրենց տոն շնորհավորում են տղամարդիկ կամ պետական հոգացություն է նկատվում։ Այս պարագայում էլ Հանրապետական կուսակցությունը որպես դեռևս իշխող կուսակցություն եւ ազգային ժողովում եւ կառավարության տարբեր այսպես ոլորտներում ինձ թվում է նրանք հենց պարտավոր էին հենց նրանք այդ ուշադրությունը դարձնեն եւ դարձրեցին դրա համար նաեւ շնորհակալություն կուսակցությանը։ Կանանց միջազգային օրը մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում դիմավորած կանանց շնորհավորանքի եւ բարեմաղթանքի ջերմ խոսքեր ուղղեցին նաեւ ներկա գտնվող տղամարդիկ։ Հանրապետական կուսակցության կողմից ողջ օրվա ընթացքում հաճելի անակնկալները շարունակվելու են, ասում է քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը։ Քաղաքի բոլոր վարչավերանոցներում սպասարկումը անվճար է Հանրապետական կուսակցության հովանավորությամբ։ Այժմ էլ այցելել ենք Ալավերդու ծննդատուն շնորհավորելու մայրերին տոնի կապակցությամբ եւ նաեւ փողոցներում, քաղաքի տարբեր թաղամասերում մենք մեր երիտասարդ կուսակցականների միջոցով շնորհավորանքներ կմատուցենք կանանց, ծաղիկների եւ քաղցրավենիքի տեսքով։ Այդա Աղաբեկյանի գեղեցկության սրահում հաճախորդների թիվը վաղ առավոտից չի պակասում։ Հանրապետական կուսակցության կողմից կանանց տոնի առթիվ ինչպես այս, այնպես էլ քաղաքի բոլոր վարսավիրանոցները ողջ օրը աշխատելու են անվճար։ Տիկին Անայտը բարձր տրամադրություն ունի, որը սկսել է հաճելի անակնկալներով ու նվերներով։ Ես ընդհանրապես հաճախում եմ այս վարսավիրանոցը ու ամեն տարի մարտի 8-ը այսպիսի անակնկալներով մատուցվում։ Ուրախալիա, գովելիա, թող հաճախակի լինեն այդպիսի ակցիաներ, կապած ոչ միայն մարտի 8-ի, այլ ընդհանրապես բոլոր տոների հետ։ Տոնի առթիվ հերթեր են գոյանում ոչ միայն վարսահարդարների, այլ նաև մատնահարդարների մոտ։ Տոնի առթիվ առանձնահատուկ խնամված լինելը պարտադիր է, ասում են կանայք։ Տրամադրություն բարձրանում աշխատանքի վարում լավ ես աշխատում, դրսում ժպտում ես, ուրիշ տրամադրություն ես բարձրանում, այնպես որ դա բանից ոչ մի վատ բան չի լինում։ Ես էլ եմ շնորհավորում բոլոր կանանց եւ աղջիկների տոնը։ Շնորհակալություն եմ հայտնում մեր Հանրապետական կուսակցությանը այսպիսի լավ միջոցառում կազմակերպելու համար։ Խնդրում ենք, որ ասենք այսպիսի բաներ շատ լինեն։
Տոնական օրը կանայք ու աղջիկները սովորաբար վարսավիրանոցներ կամ ծաղկի սրահներ են շտապում, կամ էլ որևէ մեկին հյուր են այցելում, իսկ ճանապարհին պատահած հաճելի հանդիպումը շոկոլադներով ու ծաղիկներով բեռնված երիտասարդների հետ իսկապես ուրախացրեց օրվա հերոսներին։ Շնորհավորում եմ բոլոր կանանց տոնը, ցանկանում եմ, որ լինեն առողջ, երջանիկ եւ չտխրեն ոչ մի օր։ Իհարկե հաճելի էր շատ, անսպասելի անակնկալ էր, ուղղակի ես խանութ էի գնում։ Մարտի 8-ի արդիվ կցանկանամ բոլոր կանանց երջանկություն, ուրախություն իրանց ընտանիքներում։ Բոլորի Մարտի 8-ին շնորհավորում ենք, հանրապետական թող միշտ ընդառաջի մարդկանց նեղ տեղերը հասնի, նման օրեր միշտ մենք վայելենք։ Սյուրպրիզներ շատ լինեն, շնորհակալություն։ Հանրապետական կուսակցության կողմից հաճելի անակնկալը մատուցվեց քաղաքի բոլոր թաղամասերում ու պատահական անցորդներ ակամայից դարձան հանրապետական կուսակցության հաճելի անակնկալի մասնակիցը։ Ալավերդու քաղաքապետարանի եկամուտների հաշվառման եւ հավաքագրման բաժինը եւս անմասն չի մնացել կանանց տոնից։ 2011 թվականի ամենապարտաճանաչ հարկատույն եւ եկամուտների հաշվառման եւ հավաքագրման բաժնի հետ համագործակցող հիմնարկներից ամենապարտաճանաչ հաշվապահին պարգևատրելու նախաձեռնությունը հարկատուներին նաեւ խրախուսելու առիթ ունի։ Վճարելով իրենց իսկ հարկերը գնահատվում են նաեւ հարկային բաժնի կողմից ու փորձեցինք մի փոքր նվերով եւ մի փոքր գովասանքի խոսքեր ասելով մենք մեր շնորհակալությունը հայտնենք տարվա լավագույն հաշվապահին եւ ֆիզիկական անձին որպես հարկ վճարող։ Եկամուտների հաշվառման եւ հավաքագրման բաժնի կողմից ամենապարտաճանաչ հարկատու ճանաչվեց Ինա Սոֆյանը, իսկ ամենաբարեխիղճ հաշվապահը հունական բժշկական Հիպոկրատ հիմնադրամի հաշվապահ Նարինե Թորոսյանն է։ Մոտ 750,000 դրամ Հիպոկրատ հիմնադրամը գումար փոխանցել համայնքի բյուջեը եւ 300-400,000 դրամի չափով Սոֆյան Նինան է վճարել իրենց իսկ հարկերը, որը շատ մեծ գումար է մեր այսօրվա բյուջեի համար։ Գարնանային առաջին եւ ամենագեղեցիկ տոնի արդիվ պարգևատրվեցին նաեւ եկամուտների հաշվառման եւ հավաքագրման բաժնի աշխատակցուհիները։ Տարվա ընթացքում ծանրաբեռնված աշխատանքը տղամարդ գործընկերների հետ հավասարապես կիսել է նաեւ կանայք, ասում է բաժնի պետը ու ավելացնում, որ այս միջոցառումը դառնալու է ավանդական։ Էլիա Շախկուլյանը 2 ամիս առաջ է անցել աշխատանքի։ Իր նոր աշխատանքային կոլեկտիվի հետ սա նրա առաջին միջոցառումն է։ Կանանց տոնի արդիվ իր գործընկերուհիներին ու բոլոր հարկատու կանանց շնորհավորանքի խոսք ուղղեց նաեւ բաժնի հավաքագրողը։ Ժպիտներ պարգևեն, նվեր այնքան կարևոր չի, ինչքան ուրախ սրտալից բարեհամբույր մոտեցումը։ Ես որպես ընդամենը 2 ամսվա աշխատող եմ, ես շատ գոհ եմ գեղեցիկ կոլեկտիվից։ Տոնական օրվա միջոցառումները շարունակվեցին նաև Ալավերդու քաղաքապետարանի աշխատակազմում։ Քաղաքապետարանի բաժինների մասնագետ կանանց շնորհավորեց քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը։ Շնորհավորում ենք բոլորիդ կանանց օրվա արդիվ։ Ուզում ենք, որ դուք միշտ երջանիկ լինեք, շփթադենք, թող այս գարնանային տոնը բոլորին բերի նոր ուժ, եռանդ, հավատ դեպի ավելի լավ ապագան։ Հենց այս կանանց ամենօրյա աշխատանքի ու ջանասիրությամբ է, որ նկատելի է դառնում քաղաքապետարանի աշխատանքը, իսկ կանանց տոնը լավագույն առիթն է նրանց աշխատանքն ու հմտությունները գնահատելու։ Օրվա հերոսուհիներին գործընկեր տղամարդկանց կողմից նաև ծաղիկներ ու հաճելի նվերներ է սպասվում, ինչպես նաև դրամական պարգև։ Ալավերդու քաղաքապետարանի կողմից տոնի արդիվ դրամական պարգև ստացան նաև Ալավերդու համայնքային ենթակայությամբ գործող բոլոր 14 հիմնարկ ձեռնարկություններում աշխատող շուրջ 215 կանայք։ Կանանց տոնին լավագույն նվեր մատուցվեց նաև Լոռու մարզպետարանի, Ալավերդու քաղաքապետարանի, հանրապետական կուսակցության կողմից։ Վալեքս խմբի ընկերությունների աջակցությամբ Ալավերդում կայացավ «Եթե բոլորը» ֆիլմի պրեմիերը։ Այսօրվա կինոցուցադրման առանձնահատկությունը կայանում է նրանում, որ մեզ հետ է ստեղծագործական խմբի անդամները եւ հաճույքով խոսքը տանք մեր հյուրերին։ Ֆիլմը ստեղծվել է համատեղ ազգային կինոկենտրոնի հայկական մշակույթի եւ նախագահների բարձր հովանու ներքո մեր Հայաստանի եւ Ղարաբաղի։ Ֆիլմի հիմնականում նկարահանումները տեղի են ունեցել Ղարաբաղում եւ Երևանում։ Ֆիլմի նկարահանումները սկսվել են 2 տարի առաջ, եթե բոլորը ֆիլմի պրեմիերան կայացավ այս տարվա հունվարին Մոսկվա կինոթատրոնում։ Երևանից հետո առաջին ցուցադրությունը տեղի ունեցավ Վանաձորում, իսկ մարտի 9-ին ֆիլմը ցուցադրվեց Ալավերդում։ Ֆիլմը Արցախյան պատերազմի մարդկանց մասին մի փոքրիկ պատմություն է։ Արցախյան պատերազմի մնացած վերքերի ցավերի պատմություն է։
որը մենք փորձում ենք այսօր ներկայացնել, որովհետև այն մարդիկ, որոնք հաղթանակել են, այն մարդիկ, որոնք կարողացել են այսօրվա մեր խաղաղությունը ապահովել, ապրում են մեր կողքին, եւ ես կարծում եմ, որ միշտ չէ, որ մենք կարողանում ենք նրանց հանդեպ լինել ուշադրության այն աստիճանով, որոնց նրանք արժանի են։ Եթե բոլորը ֆիլմի հաջողությունը նաև դերասանական վարպետության մեջ է, ֆիլմի գլխավոր հերոսուհին ռուս է երիտասարդ դերասանուհի Եկատերինա Շիպովան։ Դերասանները հանդիսատեսին ծանոթ են ու սիրված։ Դերասանական կազմը, ուրեմն հերոսուհին Եկատերինա Շիպովան Մոսկվայից է։ Սա դեբյուտ է։ Ես կարծում եմ, որ ֆիլմի ամենակարևոր հաջողություններից մեկն է։ Վահագն Սիմոնյան Պոնչ անունով, որին շատ քաչ հանդիսատեսը ծանոթ է, այս անգամ այս ֆիլմում հանդես է գալիս յուրովի շատ հետաքրքիր մեկնաբանությամբ իր դերի։ Մահեր Լևոնյանը, որը ապրում է Լաչինում, որը ունի դերասանական կրթություն, բայց էլի դեբյուտ է։ Եվ բազմաթիվ մեզ համար շատ հայտնի Կարեն Ջանգիրով, Ռուդոլֆ Ղևոնդյան, Ժենյա Մկրտումյան։ Առաջիկայում, եթե բոլորը գեղարվեստական ֆիլմը ցուցադրվելու է Փարիզում, Եվրոպան, Եվրոպայի շուրջ հեղինակավոր փառատոնում։ Հրավեր ստացանք, որին փակումը այդ փառատոնի պետք է մեր ֆիլմով անեն։ Մեզ համար շատ հետաքրքիր սկիզբ է, այսինքն առաջի քայլերը միջազգային ասպարեզում հաստատ սկսում ենք Փարիզից։ Սիրված դերասան Միքայել Պողոսյանը ֆիլմի գաղափարի հեղինակն է, պրոդյուսերը եւ գլխավոր դերակատարներից, խաղում է հրամանատարի կերպարում։ Մանվել Խաչատրյանին ֆիլմը շատ է դուր եկել, նրա խոսքով վերջին շրջանում հայկական ֆիլմարտադրությունը զարգանում է ու որակյալ ֆիլմերի պակաս այժմ հանդիսականը չունի, մնում է նոր սերունդը ընկալի նմանատիպ ֆիլմերը, ասում է նա։ Այ հիմա նոր ես նկատում եմ, եկել եմ ոչ թե ֆիլմ նայելու, այլ ուղղակի կողքերքը նայելու, թե ինչ է կատարում ու չեն էլ պատկերացնում, չեն էլ հասկանում, թե դա ինչի մասին է, որովհետև իրանք դա չեն զգացել, չեն տեսել ու չեմ էլ կամենում, որ տեսնեն իրանք զգան, բայց պետք է ամեն դեպս մարդը ունենա հոգեբանական ինչ-որ նստվածք, որպեսզի հեռվանց հեռու զգա, թե դա ինչի մասին էր, չէ՞ որ իրանց ծնողները, իրանց հայրը, իրանց հորեղբայրներն են այդտեղ եղել Ղարաբաղում, այդ բնությունը, այդ տրվածքը, այդ խոսակցությունը, այդ իրանց, այսպես ասած, կամանդիրի լացը, որ եկեղեցու մոտ ինքը հիմա լացում էր, չէր իմանում, թե իր անկերոջ աղջկան ինչպես ասի, որ ընկերը զոհվել է իր պատճառով։ Ֆիլմը անչափ գրավել է նաև ապակա դերասանուհի Նատալիային։ Շատ հավանեցի ֆիլմը, ուրախ կլինեի, որ ամեն անգամ սենց ֆիլմի ցուցադրություններ կազմակերպեն, որպեսզի մենք ավելի շատ տեղեկացված լինենք ոչ միայն ֆիլմերի, նոր ֆիլմերի հեռարձակման մասին։ Եթե բոլորը ֆիլմը մեծ էկրանին ալավերցիները Հանրապետական կուսակցության եւ Վալեքս խմբի ընկերությունների աջակցությամբ հնարավորություն ունեցան դիտելու 3 անգամ։ Մանեզ բարեգործական ճաշարանում տոնական սեղանները դեռևս պատրաստ չեն, բայց ճաշարանի շահառու Էմ Ասարյանը որոշել է շուտ ներկայանալ տոնական միջոցառումից չուշանալու համար։ Արդեն 4 տարի է այստեղ է սնվում։ Պատմում է, որ տոնական օրերը այստեղ առանձնահատուկ են նշում։ Գոհ ենք մեր քաղաքապետից է, մանավանդեսես մեր կնանոնցի, սենց գոհ եմ։ Ասես շատ մարդը պետք է ազնվություն ունենա, ճիշտը խոսա։ Կարող է մի չնչին բանից ես էլ նեղանամ, ինքն էլ ինձանից նեղանա, բայց ոսկի գանձեր են։ Կանանց միջազգային օրվա առթիվ Հանրապետական կուսակցության եւ Ալավերդու քաղաքապետարանի նախաձեռնությամբ քաղաքի 2 բարեգործական ճաշարաններում տոնական միջոցառումներ են կազմակերպվել։ Տոնի առթիվ ճաշարանի շահառու կանանց շնորհավորեց ու իր բարեմաղթանքները ուղղեց Ալավերդու քաղաքապետան։ Ես ուզում եմ այս առիթով բոլորին շնորհավորել։ Ցանկանամ ջերմություն, անսպար բարիքներ, որպեսզի զգաք, որ հարգված եք, սիրված եք, հուսով եմ, որ այսօր ձեր կողքին նստած տղամարդիկ էլ բազմաթիվ
խոսքեր, շնորհավորանքներ կասեմ ձեզ։ Հանրապետական կուսակցության կողմից շահառուները քաղցրավենից ստացան, իսկ նրանց տոնական բարձր տրամադրությունը ապահովեցին լազու ժողգործիքների համույթի երգչուհիներն ու երաժիշտները։ Առօրյա հոգսերն ու սոցիալական դժվարությունները գոնե մեկ օր մոռանալու ու լիարժեք ուրախանալու առիթ ընձեռվեց ճաշարանի շահառուներին, ինչպես միշտ իր բարեմաղթանքներով ներկաներին շնորհավորեց ու պարեղանակով զարմացրեց ճաշարանի շահառու Ջավադ Պապը։ Կանանց ամենագեղեցիկ տոնի արդիվ ճաշարանի կանանց շնորհավորեց նաև Ալավերդու մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Աղաբեկյանը։ Իզուր չէ, որ գարնան են հենց նշում կանանցի տոնը, որովհետև քնքշություն կա, սեր կա, կնոջ, աղջկա եւ քրոջ մեջ, եւ բնությունը զարթոնք է ապրում, երևում է, որ գարուն է գալիս, եւ հենց այդ ժամանակ է նշում է կանանց այս գեղեցիկ տոնը։ Ես ցանկանում եմ բոլորիդ նախ առողջություն, հաջողություն բոլորիդ ընտանիքներում եւ թող ձեր հոգում լինի նաեւ այդ զարթոնքը։ Հաշմանդամների միություն հասարակական կազմակերպության նախագահ Նիկոլայ Գրիգորյանի խոսքով բարեգործական ճաշարանի շահառուների մեծ մասը առողջական տարբեր խնդիրներ ու ամենօրյա հոգատարության կարիք ունեն։ Նման բարեգործական ակցիաների կարիք եւս։ Այստեղ մոտավորապես 100 հոգուց 80 հաշմանդամ կա։ Ես նախ եւ առաջ շնորհակալություն եմ հայտնում բարեգործական մանես հիմնադրամին, այդ թվում նաեւ մեր քաղաքապետ Արտավազդ Սիրունովիչին, նրա հոգատարության, ուշադրության համար։ Ընդհանրապես հաշմանդամները ծերերը շատ ուրախանում են նման դեպքերում։ Եվ շատ գովելի է։ Մենք լքված չենք, շնորհակալություն։ Ճաշարանում տոնական համերգին հաջորդեց նաև տոնական ճաշը։ Ալավերդու քաղաքապետարանի եւ Հելենիքեր համաշխարհային բարեգործական կազմակերպության համագործակցությամբ ԱՄՆ պետդեպարտամենտի ֆինանսավորմամբ քաղաքի բոլոր նախադպրոցական, հանրակրթական եւ արտադպրոցական հաստատությունների երեխաներին ու քաղաքում գործող 2 բարեգործական ճաշարանների շահառուներին հատկացվեց հիգիենիկ պարագաներ, սակայն ցավոք որոշ դեպքերում բարեգործական այս ակցիան իր նպատակին չի ծառայել։ Ցավոք որոշ կառույցներ ամենալավ նախաձեռնությունը կարան ծախողել ու տհաճ երևույթներ առաջանում։ Խորհրդակցության հաջորդ թեման վերաբերում էր սեփական եկամուտների հավաքագրմանը։ Համայնքի սեփական եկամուտները նախորդ ամիս հավաքագրվել են 102%-ով, հողի հարկը եւս հավաքագրվել է նախատեսված չափով, ասում է քաղաքապետարանի եկամուտների հաշվառման եւ հավաքագրման բաժնի պետը։ Հավաքագրել է 5.672.000 դրամ, որը կազմել է մեր պլանի 102.7%-ը։ Երկու ամսվա հաջողականով պլանը ուրեմն 11.039.000 դրամ է, հավաքագրում ենք կատարել 12.026.000 դրամի, 109%։ Հողի հարկի ուրեմն ցավոտ խնդիրներն ասեմ, հողի հարկի մեր երկու ամսվա պլանը եղել է 666.000 դրամ, հավաքագրել ենք 891.000 դրամ։ Ալավերդու քաղաքապետարանի եկամուտների հաշվառման եւ հավաքագրման բաժնում 1994 թվականից մինչեւ 2008 թվականը ընկած ժամանակահատվածում կուտակվել է 34 միլիոն դրամ հողի հարկի եւ 31 միլիոն դրամ գույքահարկի ապարքներ ու տուժեր։ Հարկային արտոնության արդյունքում Ալավերդի քաղաքում ընդհանուր առմամբ հարկատուները կազատվեն 65 միլիոն դրամ կուտակված պարտքերից։ Հարկավոր է հարկատուների իրազեկության աստիճանը բարձրացնել, որպեսզի չզրոյացված հարկատեսակների մասով հարկատուները օգտվեն կուտակված տույժ ու տուգանքների ազատվելու արտոնությունից, ասում է քաղաքապետը։ Մենք էլ ակտիվ բացատրական աշխատանք կատարելու անհրաժեշտություն ենք զգում, որպեսզի 2012 թվականին մարդիկ օգտվեն հարկատուները այդ արտոնությունից եւ այդ չզրոյացվող պարտքերի գծով գոնե մայր գումարները հասցնեն սահմանված ժամկետում վճարեն, որպեսզի հաշվարկված տոկոսագումարներից ազատվեն։ Բավականին լուրջ քննարկումների թեմա դարձել է հարցը, անցած շաբաթ տարածքային կառավարման նախարարությունում էլ հանդիպում եղավ փոխ նախարարի եւ համայնքապետերի։ Իմ տեսակետից որոշումը ընդհանուր առմամբ դրական է, քանի որ չեմ հիշում որևէ հանդիպում 2005 թվականից ի վեր, որ
որևէ համայնքի ղեկավար չդժգոհի բազաների, հարկային բազաների անկատար լինելուց։ Այս ոլորտում իրականացված եւս մեկ փոփոխությունը վերաբերում է հողի հարկին։ Հողի հարկի հայցադիմումները այլևս դատարանում չի ներկայացվում։ Համայնքի ղեկավարին իրավունք է տրվում վճարման կարգադրություն արձակել, որից հետո այն ուղարկվում է հարկադիր կատարման առանց դատարանի մասնակցության։ Որովհետև դատարաններն էլ են ահավոր ծանրաբեռնված, համայնքներից եկող դատական հայցադիմումներով ֆիզիկապես ի վիճակի չեն քննեն, մենք էլ մեր փորձի վրա տեսել ենք։ Հունվարին դատի ենք տալի, դեկտեմբերին դատը դեռ ավարտված չի լինում, հազարը մի պատճառաբանություններով մեկ արձակուրդադատորը, մեկ հետաձգվեց եւ այլ, ել չեմ ասում այդ չարչարանքն ու ծախսերը, որ պետքա լիազորված անձը գնա Երևան վարչական դատարան եւ այլ տեղեր առավելից որ հալավերդի չի քննվում այդ գործերը։ Խորհրդակցության վերջում անդրադարձ եղավ սպասվող քաղաքաշինական ծրագրերին։